Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում արձանագրվել է հերթական աղմկահարույց դեպքը, որը միաժամանակ բացահայտում է համակարգային մի շարք խնդիրներ հարկերի խուսափումից մինչև սնանկության մեխանիզմների հնարավոր չարաշահում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտված նախաքննությունը պարզել է, որ կառուցապատմամբ զբաղվող անձը տարիներ շարունակ կիրառել է բազմաշերտ սխեմա, պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելով։ Խոսքը վերաբերում է ավելի քան 419 միլիոն դրամի չվճարված եկամտային հարկին, որը գոյացել է 2018-ից 2025 թվականներին իրականացված գործարքների արդյունքում։ 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք հաղորդում այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկի կողմից Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցապատում, բնակարանների վաճառք, սակայն վերջինս դրա արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց։ Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը։ Կատարված նախաքննության ընթացքում համապատասխան վարության եւ ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը Երևան քաղաքի ոչ միայն հաղորդմամբ նշված հասցեում, այլ նաև եւս մեկ այլ հասցեում ձեռք է բերել անշարժ գույքեր եւ իրականացրել կառուցապատման աշխատանքներ բազմաբնակարան շենքերի։ Քննության պարզվել է, որ կառուցապատողը Երևանի երկու տարբեր հասցեներում իրականացրել է բնակելի շենքերի կառուցում, սակայն վաճառքից առաջ կիրառել է սեփականության ձևակերպման ոչ ստանդարտ մեթոդ։ Անշարժ գույքը գրանցվել է տարբեր անձանց անուններով, թե բարեկամների, թե իրական գնորդների, ձևականորեն ներկայացնելով այն որպես բաժնային սեփականություն։ Այս քայլը թույլ է տվել շրջանցել եկամտային հարկի վճարումը, քանի որ իրավական ձևակերպմամբ կառուցապատողը հանդես չի եկել որպես անմիջական վաճառող։ Իրականում, սակայն բնակարաններն ու ավտոկայանատեղիները վաճառվել են շուկայական կարգով, իսկ գնորդներին փոխանցվել են ոչ թե ամբողջական սեփականության իրավունք, այլ նախնական բաժնեմասեր, որպես ճակերտավոր ասված երաշխիք։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթների համաձայն բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող ֆիզիկական անձի կողմից բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ այլ տարածքների օտարումից գոյացող հարկերը, այլ ֆիզիկական անձանց օտարման դեպքում գոյացող հարկերը հարկման ենթակա եկամուտներ են հանդիսանում եւ դրանցից հարկային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դրույքաչափերով ենթակային հարկման եկամտային հարկով։ Հիշյալ հարկային գոյացող հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով տվյալ անձը անշարժ գույքերը ձեռք է բերել եւ ձևակերպել ինչպես իր հետ փոխկապակցված ընկերական բարեկամական շրջապատի անձանց անվամբ, այնպես էլ իրական գնորդների անվամբ եւ վերջիններից ներձևակերպել որպես բաժնային սեփականատերեր։ Արդեն 2018-2025 թվականների ընթացքում իրականացրել է նշված բազմաբնակարան շենքերի կառուցապատում, բնակարանների վաճառք, դրանք վաճառել տարբեր անձանց, տարբեր արժեքներով եւ պայմաններով եւ որպես բնակարանների գնման ձեռքբերման երաշխիք գնորդների անվամբ է ձևակերպել այդ անշարժ գույքերի սկզբնական գնորդների բաժնեմասերը, սեփականության բաժնեմասերը համապատասխան համամասնությամբ շուրջ 419 միլիոն դրամի հարկեր վճարելուց խուսափել է, ինչով էլ Հայաստանի Հանրապետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Գործի առավել մտահոգիչ հատվածը կապված է սնանկության գործընթացի հետ։ Քննությունը ցույց է տվել, որ անձը ոչ միայն թաքցրել է իրական եկամուտները, այլև միտումնավոր ստեղծել է անվճարունակության պատրանք։ Նա չի ներկայացրել շենքերի վաճառքից ստացված շահույթը եւ այդ կերպ ձևավորել է սնանկության հիմքեր։ Արդյունքում 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, ինչը փաստացի զրկել է պարտատերերին իրենց պահանջները բավարարելու հնարավորությունից։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ տվյալ անձը իր ունեցած գումարային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով դիտավորությամբ թաքցրել է իր կողմից կառուցապատում իրականացնելու, բնակարաններ վաճառելու եկամուտ ստանալու հանգամանքը, ստեղծել
կանխամտածված սնանկության հատկանիշներ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի որոշման հիման վրա ճանաչվել է սնանկ, ինչով էլ պարտատերերին փաստացի զրկել է իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից։ Նախաքննության ընթացքում տվյալ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով եւ 278-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։